22 թվականից հետո, երբ որ Պաշտպանության նախարար նշանակվեց քաղաքական դեմք Սուրեն Պապիկյանը եւ դրանից հետո սկսվեցին լուրջ բարեփոխումներ իրականացվել, որոշակի արդյունքների հասանք։ Եվ նաեւ որոշակի արդյունքների հասանք նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, որի մեջ էր մտնում նաեւ ռազմաարդյունաբերությունը։ Եվ այս քաղաքական նշանակումները բավականին լուրջ էֆեկտ տվեցին եւ 22 թվականին ես պետք է հիշեցնեմ, որ ամբողջ աշխարհին խնդրում ենք, որ մեզ ոչ թե զինատեսակ տային կամ զենք տային, միանշանակ գիտենք, որ չեն տալուս, այլ գոնե ռազմական նշանակության ապրանքներ, սաղավարտ, զրահաբաճկոն, չգիտեմ, համազգեստ, անգամ այդ 22 թվականին մեզ չէին տալիս։ Բայց 1 տարի անց 23 թվականին մեր արտաքին քաղաքականության ճիշտ վարման շնորհիվ կառավարությանը 23 թվականին արդեն գրեթե ամբողջ աշխարհի դռները բաց էր եւ մեզ ասում էին ինչ եք ուզում, ինչ զինատեսակ եք ուզում, եկեք պայմանավորվենք։